Ողջույն սիրելի քրիստոնյաներ, երկար դադարից հետո կխոսենք մի թեմայի շուրջ, որ շատ կարևոր եմ համարում այսօր։ Ինչ վիճակում է գտնվում այսօր մարդկությունը, մոռացկոտության եւ անտարբերության։ Նույնիսկ շատ քրիստոնյաների համար կյանքի եւ գոյության նշանակությունը այնքան անգնահատելի է դարձել, որ այն սովորական, ինքնաբուխ մի շրջան է։ Ովքեր են հիշում, որ կյանքի աղբյուր Աստված է, եւ թե ինչ է արել եւ անում նա մեզ համար։ Իսկ ինչ է արել Աստված մեզ համար։ Եկեք վերհիշենք։ Կյանքը, ծնունդը, դա մի հրաշալի պարգև է։ Ճիշտ է, միգուցե շատերն ասեն, ում է պետք այս խղճուկ եւ թշվառ կյանքը, պատված դժվարություններով եւ խնդիրներով, բայց դա արդեն մարդու ընտրության հետևանքից է։ Եթե ցանկանում եք այդ մասին ավելի մանրամասն իմանալ, դիտեք որտեղ է Աստված, երբ ես ցավի մեջ եմ տեսանյութը եւ ամեն ինչ պարզ կլինի։ Եկեք վերադառնանք թեմային։ Ինչ է արել Աստված մեզ համար։ Նա կյանքի աղբյուրն է, ոչ միայն ստեղծագործության ժամանակ, այլ հիմա էլ։ Նա է մեր շնչառության տերն ու ղեկավարը։ Եթե նա հրաժարվի կյանք տալուց, ոչ մեկ չի կարող ապրել։ Այո, ոմանք կասեն, որ Աստված ստեղծել է մարդուն, բայց թողել է նրան բախտի կմաճույքին։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Մեղքի հետևանքով մարդկությունը հեռացավ կյանքի աղբյուրից, կորցրեց կյանքը ու մահվան արժանացավ, ինչը ամեն մեկիս արժանի հատուցումն է, բայց կյանքի աղբյուրը այդպես չէր մտածում։ Նա Աստված սիրեց մեզ եւ եկավ, որպեսզի խաչի մահով վերականգնի կորցրածը։ Սա ամենամեծ սիրո դրսևորումն էր, որ Աստված կարող էր թույլ տալ իրեն մահանալ ինձ ու քեզ համար։ Բայց սա դեռ քեզ համար քիչ է։ Եվ դու ուզում ես տեսնել էլ ինչ է արել Աստված քեզ համար։ Նա հայրերի մոտ է ուղարկում իր երկու առաքյալներին՝ Թադեոսին եւ Բարթուղեմեոսին։ Իչի հետևանքով մենք դառնում ենք առաջին ազգը, ով ընդունեց քրիստոնեությունը, սակայն Աստված մեզ համար ավելին էր պատրաստել։ Հայերեն լեզվով չկար Աստվածաշունչ, եւ Աստված հրաշքով Մեսրոպ Մաշտոցի միջոցով հայերեն գիրը տալիս է մեզ հայերիս, եւ նրա միջոցով էլ թարգմանում Աստվածաշունչը։ Իդեպ ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը եւ կարծիքը, թե ինչ պատճառով է մարդկությունը այսօր մերժում Աստծուն եւ նրա խոսքը։ Իսկ դուք տանը Աստվածաշունչ ունեք։ Այն մոռացության եւ անտարբերության չի մատնված։ Եթե ոչ, գրեք մեզ մեկնաբանություններում եւ կօգնեմ ձեզ ձեռք բերելու Աստծո խոսքը։ Միթե այսօր, հիմա Աստված ոչինչ չի անում մեր բարօրության եւ փրկության համար։ Նրանց ասա. «Կենդանի եմ ես, ասում է Տեր Աստված, եւ ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից եւ ապրի։ Դարձեք ձեր չար ճանապարհներից եւ դուք ինչու մեռնեք, ով Իսրայելի տուն»։ Ինչ է ուզում Աստված այս համարներով ասել մեզ։ Կյանքի վազվզոցի մեջ մարդկությունը մոռացության ու անտարբերության գագաթին է հասել եւ չի տեսնում Աստծո միջամտությունը իր անձնական կյանքում։ Միթե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները եւ քո արդարությունը մոռացության երկրում։ Այստեղ Սաղմոս 2-ն հիշատակում է մեռածներին, ովքեր Աստծո արդարությունն ու հրաշքները չեն կարողանում տեսնել եւ ճանաչել։ Դե դա հասկանալի է, բայց եթե ես չեմ ցանկանում հիմա ճանաչել եւ շփվել Աստծո հետ, եթե ես ժամանակ չունեմ եւ մոռացել եմ նրա արդարությունը, այսինքն խոսքը, եւ չեմ տեսնում նրա հրաշքները իմ կյանքում, արդյոք ես մահացած եմ։ Այո, Հիսուսը նրան ասաց. «Թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա Աստծո արքայությունը քարոզիր»։ Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրիր. «Այսպես է ասում նա, որ ունի Աստծո 7 հոգիները եւ 7 աստղերը։ Գիտեմ քո գործերը, որ անուն ես անել, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Բայց այնուամենայնիվ Աստված իր կողմից դեռ անում է ամեն բան մեզ մեղավորներիս համար, որպեսզի ճանաչենք եւ հավատանք իրեն։ Որովհետև Աստված իր արեգակը ծագեցնում է եւ չարերի եւ բարիների վրա, ու անձրև է բերում եւ արդարների եւ անարդարների վրա։ Բարի է Տերը բոլորի համար, եւ նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին,
ասում է Տերը, բարօրության խորհուրդներ, ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա եւ հույս տամ։ Ամեն ինչում պարզ երևում է Աստծո որպես ծնող իր հոգածությունը արարվածների նկատմամբ եւ անհանգստությունը մեր փրկության հարցում։ Իսկ մեզանից ինչ որ մի բան ակնկալվում է, թե ոչ, թե ինչպես որոշ ծնողներ երեխաներ ունենալով հանձնում են բախտիկ հմաճույքին եւ ոչինչ չեն ակնկալում, նույնպես եւ Աստված պետք է անի մեզ հանգիստ թողնելով մեր ընտրության մեջ։ Ասեմ, որ դա իրոք այդպես է։ Աստված մեզ ընտրության հնարավորություն է տվել՝ լինել քրիստոնյա, թե ոչ։ Բայց եթե մենք ընտրել ենք քրիստոնեությունը, ապա այն մեզ պարտավորեցնում է համապատասխանել այդ անվանը։ Անտարբերությունն ու մոռացկոտությունը մեզ չի ազատում պարտականություններից։ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր ցերեկ դրա մասին մտածիր, որպեսզի պահես եւ կատարես ամենը, ինչ գրված է դրա մեջ։ Այն ժամանակ ճանապարհը դու հաջողակ կդարձնես եւ այն ժամանակ հաջողություն կունենաս։ Ինչպես բանական էակը չի կարող կրակը որպես հագուստ օգտագործել կամ որպես ուտելիք, նույնպես եւ քրիստոնյան չի կարող լինել հայհոյող, արբեցող, համասեռամոլ, գող ու շնացող։ Բնականաբար հարց է առաջանում. իսկ ինչպես է պատահում, որ մարդիկ այսպիսին են դառնում։ Պատասխանը պարզ է։ Մարդը անտարբեր է դարձել Աստծո նկատմամբ եւ մոռացել նրա խոսքը։ Իսկ մեր անտարբերությունը սահման չունի։ Մենք անտարբեր ենք նույնիսկ մեր հանդեպ։ Ամուսիններն իրար են դավաճանում կամ իշխանությունն օգտագործելով ազգերին ու ժողովուրդներին հալածում ու ծաղրում։ Դեռ այս ցուցակը երկար կարելի է շարադրել։ Միթե մարդիկ չեն գնում նման քայլերի այն պատճառով, որ մոռացել են Աստծո ամենատես լինելու մասին։ Վայ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում, նրանց արարքները խավարում են եւ ասում են. ով է մեզ տեսնում եւ ով է մեզ ճանաչում։ Իմացեք, ով հիմարներ, որ ժողովրդի մեջ է, եւ դուք, ով անմիտներ, երբ պիտի հասկանաք։ Կարծում եմ շատերը անտարբեր են դարձել այն լուրի նկատմամբ, որ Աստված դատավոր է եւ վաղ թե ուշ դատելու է բոլորին իրենց գործերի համեմատ։ Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին եւ մի ուրիշ գիրք էլ բացվեց, որը է կենաց գիրքը, եւ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի, իրենց գործերի համաձայն։ Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը իրենց միջի մեռելներին, եւ յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ Այսօր որպես հիշեցում ձեր ականջներին հնչեցին այս խոսքերը, որոնք կարծում եմ դուք գիտեք, թե ում պետք է փոխանցել։ Կիսվեք այս տեսանյութով, որպեսզի շատերը, եթե ոչ բոլորը, արթնանան իրենց անտարբերության եւ մոռացկոտության քնից։ Չէ՞ որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք հավանության նշանը եւ հիշեք, որ առանց Աստծո ոչ ոք կյանք չունի։ Մինչ նոր հանդիպում։